Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հարգելիներս, սա ըստ էության հիմնական գործընթացն է արագացված ներկայացված, որը տեղի է ունենում։ Հիմա կուզեի իմ կողմից արձանագրված եւ գործընկերներիս կողմից այդ թվում ինձ փոխանցված ահազանգերի մասին խոսել։ Հատկապես ահազանգերը տրամաբանորեն օրվա իշխանության քաղաքական ու այդ տվյալ քաղաքական ուժի կողմից են արձանագրվում, որոնք ովքեր մասնակցում են այս ընտրապայքարին եւ հատկապես մեր քաղաքական ուժի պարագայում առաջին անգամ չէ, որ իրենց թույլ են տալիս վարչական ռեսուրսների շահարկում եւ կիրառում։ Առաջին հիմնական ահազանգը, որ ստանում ենք, դա այն է, որ քաղաքացիներին հրահանգում եւ ստիպում են լուսանկարահանել կամ տեսանկարահանել քվեախցիկում այն քվեաթերթիկը, որ ըստ էության իրենց ուժի օգտին տրվող քվեաթերթիկը։ Հարգելի հայրենակիցներ, սա ըստ էության արգելված արարք է, առաջին, երկրորդ, դուք հիմա հնարավորություն ունեք մտնել, քանի որ ընտրություններին այլևս չկա գրիչ եւ մատիտ, մարդիկ ընդհանրապես ընտրում են մի քվեաթերթիկը եւ տեղադրում են ծրարի մեջ։ Դրեք այդ տվյալ ուժը, եթե վախեր ունեք, ճնշման եք ենթարկում, նկարեք, այնուհետև նետեք աղբար կղա եւ ընտրեք այն քաղաքական ուժին, որին իսկապես ցանկանում եք տալ ձեր քվեն։ Սա մեկ։ Երկրորդը, ահազանգեր ենք ստանում, որ մարդկանց ստիպում են մասնավորապես մեր ուժեղ Հայաստան դաշինքի 3-րդ համարի քվեաթերթիկը դուրս բերել որպես ապացույց, որ մեր օգտին չեն քվեարկելու։ Հարգելի հայրենակիցներ, սա իրավախախտում է եւ դուք ինքներդ կարող եք խնդիր ունենալ, եթե արձանագրվես, որ դուք քվեաթերթիկ եք դուրս բերում։ Հետևաբար, կրկին ասում եմ, մի թույլ տվեք, որպեսզի ձեր նկատմամբ հարկադրանքի միջոցներ կիրառեն ու դուք եք դառնալու ու հիմնական այն աղբյուրը, ովքեր որոշելու են, թե ով է մեր Հայաստանի Հանրապետության հաջորդ իշխանությունը եւ այս ճնշումներին վերջ տալու հիանալի ու շատ մոտալուտ հնարավորություն ունեք, հետեւապես կրկին եմ ասում, թեկուզ առնվազն այն տեսանկյունից, որ ռիսկ է, մի գնացեք ռիսկի կատարելու իրավախախտում, որովհետև քվեաթերթիկ դուրս բերելը, բացի այն, որ ձեր կամքի վրա հարկադրանք է եւ ճնշում ձեր նկատմամբ, նաեւ իրավախախտում է, որը կարող է հետևանք ունենալ։ Եվ երրորդ ահազանգը, որի մասին էլի լսել էինք նախորդ ընտրություններին, դա այն է, որ քաղաքացիներին հատկապես մարզաբնակ, գյուղաբնակ ահաբեկում են, ասում են, որ քվեախցերում գաղտնի տեսախցիկներ են տեղադրված լինելու, որի միջոցով նայելու են, թե մարդը ում օգտին է քվեարկում։ Հայեր ջան, մենք բոլոր 2005 տեղամասային կենտրոններում ունենալու ենք ներկայացուցիչներ եւ երաշխավորում ենք, որ քվեախցերում եւ տեղամասային կենտրոններում բացի օրինական տեսախցիկներից ավելորդ թաքնված որևէ տեսախցիկ չի լինելու, որը կկարողանա արձանագրել, թե դուք ում օգտին եք քվեարկում կամ ինչպես եք ձեր կամարտահայտությունը դրսևորում։ Հարգելի հայրենակիցներ, գնացեք ազատորեն իրացրեք ձեր քաղաքական իրավունքը, որովհետև այսօր շեղել են այն սահմանադրական ճշմարտությունը, որ քաղաքացին ու ժողովուրդն է մեր երկրում Հայաստանի Հանրապետությունում իշխանության աղբյուրը եւ շեղվել ու խեղել են քաղաքացիական պայմանագիրը քաղաքացու հետ։ Դա բացարձակ ճշմարտություն է, դա սահմանադրորեն ամրագրված հիմնադրույթ է, որ ժողովուրդն է իշխանության աղբյուրը եւ մեր նպատակն է, որ մեր երկրում հնարավորություն ունենանք կազմակերպել եւ իրականացնել արդար, հավասար, ուղղակի, ընդհանուր ընտրություններ, որովհետեւ հենց ընտրությունների որակն է տալիս տվյալ պետության իրավական ու ժողովրդավար լինելու հիմնական գնահատականը։ Հիմա հաշվի առնելով այս միջամտությունները եւ մի շարք այլ խախտումներ, որոնց հետքերով մենք դիմումներ ենք ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողով, օրինակ նույն վարչական ռեսուրսների կիրառման դեպքերը, տեխնիկական, նաեւ նշեմ, որ խախտումները իրենց բնույթով լինում են տեխնիկական եւ բովանդակային։ Տեխնիկական են օրինակ պաստառների հետ կապված գործընթացները, կրկին մենք արձանագրած ունենք դեպքեր, այդ թվում տեսանյութ, ինչպես են իշխող ուժին քաղաքացիական պայմանագրին առնչելի գործիչներ, մարդիկ, ակտիվիստներ պատռում մեր պաստառները ուժեղ Հայաստան դաշինքի։ Դա եւս իրավախախտում է եւ պետք է հետևանք կրեն։
բայց բովանդակային առումով էլ մենք բովանդակային առումով է հարգելիներս ավարտեմ ու հարցերին անցնենք բովանդակային տեսանկյունից էլ խախտումներ են երբ օրինակ վարչական ռեսուրսներն են կիրառվում մի հետաքրքիր ինֆորմացիա կիսվեմ չխորանամ մեր դիմումների բովանդակության մեջ ժամանակ հնայենք մենք վեր ենք հանել ցուցակներից մոտավորապես հազարավոր հասցեներ իսկ կոնկրետ 100-ը գերազանցող 689 հասցե, որոնց վրա 100-ից ավել մարդ է գրանցված, հաշվառված։ Այս սրա հետքև կոնկրետ օրինակ մի հասցե կա, որի վրա 303 անձ է հաշվառված։ Սրա հետքերով դիմել ենք թե ներքին գործերի նախարարություն, թե կենտրոնական ընտրական հանձնաժողով պարզաբանման նպատակով, որովհետև առնվազն հարյուրավոր հասցեները 100-ից ավել հաշվառված անձանցով մտահոգության տեղիք են առնվազն տալիս եւ լիահույս եմ, որ նորմալ պատշաճ պարզաբանում եւ լուսաբանում կստանա այս հարցը։ Հիմա ես կցանկանայի մեր կողմից պատրաստված կայքեջը ներկայացնել, որտեղ թե ընթացակարգն ենք ընտրական գործընթացի ներկայացնում, թե ներկայացնում ենք մեր թեժ գիծը եւ խնդրում եմ հարգելիներս, մենք այնտեղ նաեւ հնարավորություն ունենք էլեկտրոնային մեյլ ունենք որպես թեժ էլեկտրոնային հասցե, որտեղ հնարավորություն կոճակ կա ձեր կոնֆիդենցիալությունը երաշխավորելու, այնպես որ եթե անգամ վախեր կա, իսկ այդ վախերը կան մարդիկ փողոցում մոտենում են, օրինակ ես ահազանգերը ինձ ներկայացնում են, որ օրինակ իմ վրա ճնշում են գործադրել, որ պետական նման հիմնարկի աշխատակից եմ, որպեսզի նկարեմ իմ քվեաթերթիկը, որպեսզի մարդը խնդիր չունենա, մենք այդ կոնֆիդենցիալության հնարավորությունը քաղաքացիներին տալիս ենք ու մենք անպայման գնալու ենք ահազանգերի հետքերով։ Եթե կարելի է անցնենք կայքեջի ներկայացմանը, Ինչքան էլ որ քաղաքական ուժի ներկայացուցիչ եմ, փորձել ենք հնարավորինս քաղաքացու իրավունքներից եւ քաղաքացու իրավունքի միտված էջ պատրաստել, այն կոչվելու է քո ձայնը քաղաքացիական ուղեցույց է։ Օրինակ, սկսենք հենց սկզբից, քվեաթերթիկը։ Մարդիկ անգամ պատկերացում չունեն, թե քվեաթերթիկը ինչ տեսք է ունենալու, քանի որ երեք հենց կենտրոնական ընտրական հանձնաժողովում արտահերթ նիստ էր հրավիրված եւ քվեաթերթիկների պաշտոնական տեսքը հաստատվեցին, ես մեր քաղաքական ուժի քվեաթերթիկի օրինակով բերեմ։ Տեսեք, հարգելի հայրենակիցներ, ձեզ տրվելու են ըստ համարների նման քվեաթերթիկներ, որի վրա նշված է համարը, Այս դեպքում մեր պարագայում երրորդ համար նշված է լինում ուժի անունը, ուժեղ Հայաստան դաշինք եւ նշված են լինում առաջին, երկրորդ եւ երրորդ թեկնածուների անուն, ազգանուն, հայրանունները։ Շատ այստեղ մի հանգամանքի ուշադրություն հրավիրեմ 2021 թվականին երկու դաշինքների քվեաթերթիկների վրա, ընդդիմադիր դաշինքների, հայտնաբերվել էին առավոտյան տպագրական հետքեր, այս հատվածում տպագրական ավելորդ հետքեր։ Ես ահազանգ ստանալով իմ դիտորդներից, ովքեր գտնվում են տեղամասային կենտրոններում, դիմել էի կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ ԿԸՀ բազմաթիվ դիմումների հիմքով հայտարարեց, որ դա տպագրական հետք է եւ անվավերության հիմք չի կարող հանդիսանալ։ Եթե մենք չհազանգենք, շատ հավանական էր, որ հաշվարկի ժամանակ տվյալ քվեաթերթիկները անվավեր կճանաչեն եւ քաղաքական ուժը տեխնիկական պատճառով կկորցներ քաղաքացիներին իրենց տրված ձայները։ Այնպես որ եթե քվեաթերթիկի վրա բացի նշվածից ավելորդ նշումներ եք տեսնում, անպայման խնդրում եմ ահազանգեք ու կրկնում եմ, կապ չունի, որ քաղաքական ուժի մասին է խոսքը։ Մեր խնդիրն է, անգամ եթե այլ քաղաքական ուժ լինի, ես հավատարիմ եմ մնում իմ դիտորդական առաքելության ղեկավարի պատգամին եւ կրկին պատրաստակամ ենք բոլոր քաղաքական ուժերի պարագայում էլ խախտումները բարձրաձայնել։ Հիմա տեսեք, այստեղ հղում ենք տվել եւ մարդիկ կարող են մտնել այս կոճակով եւ անցնելով elections AM կայքեջին, որի մասին լրացուցիչ էլի էի տեսանյութ պատրաստել եւ ստուգել իրենց տեղամասային կենտրոնը, որպեսզի ընտրության օրը խնդիր չունենան, հասկանալու թե որտեղ են
Խնդրում եմ անտարբեր միացեք ձեր տեղամասը ստուգելու կոճակի կողքով, որովհետև էլի ահազանգեր կան, բազմաթիվ քաղաքացիներ մոտենում են, ասում են, որ իրենց տեղամասային կենտրոնները նոր ցուցակներով փոփոխվել են։ Անգամ դեպք ունենք, երբ մի ընտանիքը նույն հասցեում բնակվող երկու ընտանիքի անդամներից մի տեղամասում են, այս պահի դրությամբ գրանցված երկուսին նոր տեղամաս են տեղափոխել, այսինքն ընտանիքի համար արհեստական անհարմարություն է։ Եվ ես շատ եմ խնդրում հատկապես փորձենք իրազեկել մեր երիտասարդությանը, որովհետև երիտասարդությունն է այն կապողողակը, ով օգտվում է էլեկտրոնային կայքեջերից եւ հնարավորություն ունի իր բարեկամների, ընտանիքի անդամների, հատկապես տարեցների համար այս ստուգումներն իրականացնել եւ իրազեկել ընտանիքի անդամներին։ Այստեղ հենց հիմնական էջի վրա երկրորդ կոճակը հաղորդիր խախտում։ Մարդը դիմում է, սխում է այստեղ եւ տեսեք, կարող է ինքը ընտրել անանուն է ուզում հաղորդել, թե ոչ։ Այստեղ էլեկտրոնային եղանակով ենք մենք ստանում խախտման մասին ահազանգը, բայց նաեւ տեսեք, այստեղ ունենք, հիմա վերադառնամ հիմնական էջ, մեր թեժ գիծը 055 522 552 հեռախոսահամարը։ Խնդրում եմ այս հեռախոսահամարը ամրագրել եւ թե ընթացիկ մինչեւ հունիսի 7-ը, թե հունիսի 7-ի ընթացքում, ընտրության օրվա ընթացքում խախտումների վերաբերյալ կատարել ահազանգեր։